Եվ այս լուսավոր օրը մեր համայնքում նշանավորվում է այս հրաշալի զբոսայգու բացմամբ, որի առիթով բոլորիս շնորհավորում եմ։ Սա ոչ Երևանն է, ոչ էլ եվրոպական որևէ քաղաք, Լոռու զբոսաշրջային Ստեփանավանն է, որի քաղաքային այգին ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան հունիսի 1-ին բացեց դռները։ Կարմիր ժապավենը կտրում են քաղաքապետ Գրիգորյանը, պատգամավոր Դավոյանն ու այգու իրական տերերը, փոքրիկները։ Շնորհավոր բոլորիս, շնորհավոր յուրաքանչյուրիս, շնորհավոր հիշարժան օրվա արդիվ։ Հայաստանի որևէ քաղաքի մանկական զբոսայգին այս չափ հագեցած չէ։ Ժամանակակից ատրակցիոնները համաշխարհային նորություններ են, որ այսօրվանից կգրավեն ոչ միայն Ստեփանավանցի փոքրիկներին, նաև քաղաքի տասնյակ հազարավոր հյուրերին։ Բացի նոր ատրակցիոններով հագեցումը այգին հիմնովին բարեկարգվել է, սալիկապատվել, ստեղծվել են կանաչ գոտիներ, տեղադրվել են հարմարավետ նստարաններ, աղբարկղեր, մոնտաժվել է լուսավորության նոր համակարգ։ Կարճ ասած, խոստումը կատարված է։ Այգին արդեն այսօր 1 օրում ընդունեց շուրջ 10,000 մարդ։ Խոսքը համայնքի ղեկավարինն է, Արմեն Գրիգորյանը շուրջ 3 տարի առաջ էր խոստացել Ստեփանավանը ունենալու է մրցունակ ժամանակակից այգի, խոստումը կատարված է, բարի վայելում ասում է։ Բազմաթիվ են մեր քաղաքի բարեկարգման ծրագրերը։ Քաղաքային այգու հիմնանորոգման ու բարեկարգման ծրագիրը մեր կարևորագույն հիմնախնդիրներից է, որի իրագործման ճանապարհին մենք միայնակ չենք եղել։ Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ կառավարությանը։ Շնորհակալությունս եմ հայտնում Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանին։ Շնորհակալությունս եմ հայտնում ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին։ Շնորհակալությունս եմ հայտնում մարզպետ Արամ Ղազարյանին այս ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Խորի շնորհակալությունս մեր համակարգացի բարերար Էմիլ Երիցյանին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերելու համար։ Համայնքապետարանի աշխատակազմը եւ շինարարական կազմակերպությունը եւս ջանք ու երան չեն խնայել այս սպասված ծրագիրը իրականություն դարձնելու համար։ Երեխաների հետ տոնական օրվա ուրախությունը կիսելու էին եկել նաև մարզային եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Մարզպետը եւ պատգամավորը տպավորված են կատարված աշխատանքից։ Երեխաների պես ուրախ են, խոստովանում են, սպասվածից ավելի լավ է։ Ես ուրախ եմ այսօր մեր երեխաների համար, որ նրանք ունենան այս գեղեցիկ այգին եւ ցանկանում եմ նաեւ մեծահասակներին, բոլոր մեծահասակներին, որ իրենց մեջ շարունակեն ապրեցնել այն փոքրիկ երեխային, որը եղել է, որը նույնպես ուրախանա բոլոր երեխաների հետ հավասար եւ բոլոր երեխաների հետ ունենա այն բոլոր երազանքներն ու ցանկությունները, որոնք ունեն երեխաները։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այսօրվա կապակցությամբ եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մի փոքր ջանք գործադրել են, որպեսզի այս այգին կյանքի կոչվի։ Բոլորիս համար շատ ուրախալի օր է այսօր եւ հիշարժան, քանզի այսօր մենք տոնում ենք մեր երեխաների պաշտպանության օրը եւ պաշտպանության օրվա կապակցությամբ այսպիսի նվերը մեր մանուկներին մի հրաշալի իրադարձություն է։ Ինչպես գիտեք եւ պարոն համայնքապետը նշեց, այս զբոսայգու ծրագիրը իրականացվել է պետություն համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այգու վերակառուցումը հետաքրքիր պատմություն ունի, սա ոչ միայն համայնք կառավարություն սուբվենցիոն համագործակցության հիանալի օրինակ է, նաև օրինակելի բարերարների համար, համայնքային եւ պետական բյուջեից զատ, նաև Ստեփանավանցի Էմիլ Երիցյանն է ներդրում կատարել, արդյունքում մի քանի 100 միլիոն դրամ եւ զբոսաշրջային քաղաքին արժանի այգին պատրաստ է։ Իմ սիրելի փոքրիկներ, իմ ուրախ մանուկներ, այսօր ձեր տոնն, ձեր հանդեսն, ձեր ուրախությունը։ Ինչպես տեսնում եք, արդեն ունենք ժամանակակից գունեղ ու հրաշալի զբոսայգի, որը սիրով կծառայի մեր երեխաներին, կապահովի մեր հայրենակիցների հետաքրքիր ժամանցը եւ կտան կհանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։ Շնորհավոր հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրը։
թող խաղաղություն լինի աշխարհի բոլոր մանուկների շուրջը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու համայն օրինակելի զարգացած բարեկարգված դարձնելու համար։ Շնորհավոր բոլորիս, շնորհավոր յուրաքանչյուրիս, շնորհավոր հիշարժան օրվա արդիվ։ Իսկ օրվա գլխավոր անակնկալն այն էր, որ այգու բոլոր ատրակցիոնները հունիսի 1-ին աշխատեցին բոլորովին անվճար։ Արմեն Գրիգորյանի որոշումն էր, փոքրիկները իրենց տոնին պետք է լավագույն նվերը հենց համայնքապետարանից ստանան։ Ելույթն ամփոփելով քաղաքապետ Արմեն Գրիգորյանը ստեփանավանցիներին խոստանում է լուր աշխատանքի պտուղները այսպես հերթով սկսելու է քաղել քաղաքը, սա քաղաքի բարեկարգման միակ լայնածավալ ծրագիրը չէ։ Խնամքով ու ողջությամբ վերաբերվենք մեր հրաշալի քաղաքին։ Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա արդիվ։ Շնորհակալություն։